Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգեվոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ։ Վարչապետը Հերովդեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ, ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Եվ իմիջիալոց, երբ որ ես ասում եմ, որ հարահավաք չի, դա պատարակ է եւ ես ուրախ եմ նաեւ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները Ես ուզում եմ հասկանամ, ես եկեղեցու ծառայ նրանք ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում։ Ի վերջո այդ ամեն ինչը բան չի, սա ձև չի եւ ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է։ Նախորդ անգամ դուք հարց եք տվել, ես հետո հարցերով ընկա, մոռացա պատասխանել, հարցրեցիք, ասեք, այդքան շատ մեղքեր ունեք, մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Մարդը մեղավոր է, հետևաբար ես մեղավոր եմ։ Ճիշտն ասած, հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։